Շնորհավորում եմ Տիկին նախարար, իմ ելույթի բովանդակությունն էլ մի քիչ փոխվեց ձեր ծննդյան տոնի կապակցությամբ, շատ կաշխատեմ շատ խիստ չլինել։ Երկու հարց ունեմ։ Առաջին հարցը վերաբերում է փրկարարծարայության աշխատողներին։ Ես գրություն եմ ուղարկել, խնդիրը հետևյալն է, ինձ հետ շփումների ընթացքում խնդրում եմ այդ մարդկանց շատ խիստ չվերաբերվեք, որովհետև ես վերջերս ինձ հետ շփման ընթացքում շատ մարդիկ խնդիրներ են ունենում, բայց փրկարարծարայության աշխատողները հետևյալ խնդիրներն են բարձրացնում, որ ատեստավորման կարգի հետ կապված երկար ժամանակահատված, չգիտեմ, տարի ավել իրենք դիմել են ատեստավորում անցնելու, բայց իրենց հերթը չի գալիս, այսինքն հերթի հետ կապված խնդիր կա, երբ պիտի հասնի, ոնց պիտի լինի, մարդիկ պատրաստականություն են հայտնել, խնդրում եմ այդ հարցին ուշադրություն դարձնեք եւ նաեւ հնարավորության դեպքում պատասխանեք, թե խնդիրը ինչումն է, որ երկար ժամանակահատված ձգձգվում է եւ մարդկանց հնարավորություն չի տրվում ատեստավորման գործընթաց անցնելու, գումարի չափի հետ կապված նաեւ այս խնդիրը կար, որ բարձրացրել էին, այսինքն այդ անհավասար պայմանները ամենայն հարգանքով պաշտպանության նախարարության մեր ծառայություն իրականացնող մարդկանց, որոնք որ ատեստավորման գործընթաց են անցնում, իրենք էլ գումարի չափի հետ կապված որոշակի առումով նաև հարցը հետևյալն է, որ գոնե թե հավասարազոր լինի, որովհետև իրենց աշխատանքն էլ է շատ ծանր եւ պատասխանատու, վարձատրությունը քիչ, քանի որ ժամանակս շատ քիչ է մնացել, փորձեմ երկրորդ հարցս էլ ձևակերպեմ։ Ես մի քանի առաջարկ եմ ներկայացրել մեքենաների հետ կապված, հատկապես գյուղատնտեսական շրջանում մեքենաներ կան, որոնք գնում են, այսպես ասած, մեր լեզվով ասած հանդերը աշխատանք կատարելու եւ այդ մեքենաները չեն կարողանում շահագործել։ Ես առաջարկ եմ ներկայացրել, բայց նախորդ բարեկային ծառայության ղեկավարի ոչ այսպես ասած կոմպետենտ աշխատանքի թույլ տվեք գնահատել արդյունքում այս խնդիրը երկար ժամանակ քննարկման առարկա չի դարել եւ խնդրում եմ նաեւ այս հարցին պատասխանեք։ Շնորհակալ